Կարապետյանը Так, Владислав Борисович, удастся ли Армении в двух союзах состоять одновременно, как вы думаете? Я на этот вопрос отвечу, наверное, уже завтра. Сегодня я не думаю, что надо отвечать на такой вопрос. Какой союз ближе, как вы думаете? Դա հերթական անշնորհքություններ, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ, բայց ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան եւ արեցին ճիշտ ընտրություն։ Իսկ պարոն Խազինյանի հետ կապված, որ դիմել են դատախազություն, խնդրում եմ պատասխանեք։ Ну вот, прямо сейчас тоже идут аресты по нашим всем сторонникам. Очень многих ребят и сегодня арестовали, вчера больше 100 человек арестовали. Ну, ничего страшного. Евросоюзу, что вы бы хотели сказать? Европе, Евросоюзу. Евросоюзу хотел бы сказать, чтобы они были богатыми. Богатыми в каком смысле? Во всех смыслах. Խազինյանի հետ կապված խնդրում եմ մեկնաբանել։ Ձեզ ինչ է հայտնի դիմել են դատախազից, որպեսզի անձեռնմխելիությունից զրկեն գործը։ Դե իրենք չգիտեմ ինչ որ բանի նորից պատրաստվում են, տեսնենք։ Այս անհավասար պայմաններում լեգիտիմ ընտրություն հնարավոր է։ Դուք տնային կալանքի ռեժիմում եք, ձեր աջակիցները։ Վերջում դա կգնահատեք։ Скажите, пожалуйста, если правящая власть победит, все-таки означает ли это разрыв отношений с Россией? Завтра ответим на все вопросы. Լսվում է, թե ինչպես են FSB-ի հրամանը կատարում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում համայնքապետ ղեկավարների հետ կապված։ Այս մասով ինչ կասեք։ Հրահանգված էր, որ Հայաստան եկած հայերը որ իրենք հենց առաջին օրից ցեցին։ Բայց ասում են նրանց ուղղված հատուկ բերել են այստեղ քվեարկության։ Դուք դա ոնց եք պատկերացնում։ Տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են։ հնարավոր է ասենք մի 100 րոպե աշխատող Ինչ ծրագիր ունի։ Հանրահավաքին վարչական ռեսուրսներ օգտագործում, մարդկանց ուղղորդում էին, բերում էին հրապարակ ավտոբուսներով, ինչ կասեք այդ մասին։ Թող բարով այլ։ Ինչքան եք բաժանել ընտրակաշարք, ամեն օր ձայնակություններ են հրապարակվում։ Դե դուք երևի հաշված կլինեք, դուք ամենալավը։ Չենք բաժանել։ Լավ որ բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորացնել։ Урсула фон дер Лайен, что вы бы хотели сказать? Урсула фон дер Լայեն Սցենարի է պատրաստ ընդդիմությունը Փաշինյանի, ասենք հավանական հաղթանակի դեպքում ինչ է կանելու։ Այսօր ընտրություններ է, Պլան B-ի մասին ինչ ասում է կասեք։ ժողովուրդը ինչ կորոշի, այդպես է կլինի։ Պարոն Կարապետյան, հանուն ինչպիսի հայրենիքի եք քվեարկելու, ինչ ապագայի։ Դրա մասին ես ամեն օր եմ խոսել, դրա համար կխոսեմ նաև վաղը։ Բայց այսօր մի քիչ այդ հարցերը վտանգավոր է, այդ հարցերին պատասխանել, իրենք կարող է համարեն դա քարոզություն, նորից մի 1000 մարդ կսերվակալ։ Ինչ տրամադրությունով եք գնում քվեարկության։ Ինչ տրամադրությունով եք շատ լավ տրամադրությամբ, մարտական տրամադրությամբ, ինչպես մեր հայ ժողովուրդն է գնում։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշենք։ Համենայն դեպս ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որտեղ ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու։ Դրա համար ճիշտ կլինի։ Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հրապարակում Փաշինյանին ինչի համար Փաշինյանը հրապարակում ձեզ զգուշացրեց, որ պատասխանատվության եք
տարբերակ չկա։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը հրապարակում զգուշացրեց, որ պատասխանատվության է կենթարկվելու նաև 300,000 ադրբեջանցիների խոսույթը քաղաքական օրակարգ մտցնելու համար, բացի փողերի Չեք տեսնում, ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկում, ամեն օր։ Ես հիմա պատկերացրեք։ Մեծարգոն ինձ բերել է ընտրության, այսինքն ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գամ ընտրության, ինձ բերել են ընտրության։ Միջազգային լրատվամիջոցների առատությունը ինչի մասին է վկայում, ոչ միայն տեղական, այլև տեսնում եք, տասնյակ միջազգային լրատվամիջոցներ են այստեղ, եւ Ֆրանսիայից, եւ Հոլանդիայից։ Ինձ թվում է դա հետաքրքրությունն է Հայաստանի նկատմամբ, այսօր Հայաստանը, ես դրա համար ճիշտ ասած ուրախ եմ, որ աշխարհի համար դառել է նորմալ սուբյեկտ եւ բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնեն ինչ է կատարվում Հայաստանում։ Այսինքն ձեր մասնակցությամբ պայմանավորված։ Ես չգիտեմ ում մասնակցությամբ, ինձ թվում է ընդանում է դա։ Կարապետյան, ձեր պարտությունը դուք բացառում եք, որ ձեզ չի հաջողվի մեծամասնություն Ես չգիտեմ, դա քարոզություն կամարտի թե չէ, անենց ուրախությամբ պատասխանեի ձեր Այսօր ազատ եք քարոզություն անել։ Господин Карапетян, телеканал РТВ, прокомментируйте отношения с... Հաստատ։ Այո, Դե բասեք նորմալ, կարամ այսօր ներկու Господин Карапетян, РТВ телеканал отношения с Россией, если вы выберете, какие будете эти отношения? Понимаете, мы должны иметь со всеми хорошие отношения, и с Америкой, и с Евросоюзом, и с Россией. Это те страны, которые должны помогать развиваться Армении. Мы не можем сказать, что мы будем иметь только хорошие отношения с Россией или только хорошие отношения с Америкой. То есть баланс будет в этих Баланс однозначно будет. Вот в нашем случае однозначно этот баланс будет. Պարոն Կարապետյան, իսկ ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ Ռուսաստանաբնակ հայերը այսօրին եկել են Հայաստան ընտրությունների ելքը, այդպես ասած, որոշելու համար։ Ну, Ռուսաստանից ինչքան հայ պետք է գան, որ ընտրություններ ելք որոշեն։ Ասենք մի քանի հազար մարդ եկան ընտրություն։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք իրականացնել Ինելով ինչ կապ կարող եմ ունենալ։ Երեք ընտանիքի անդամները մոտ Կարող եմ անել, բայց վստահ եմ չեն կարողանալու անել։ Գնացին, չեն կարողանալու Չեն կարողանալու անել։ Իսկ հաղթել